Als ich vor 2 Jahren hier in diesem Haus 2 տարի առաջ հետազոտություններ իրականացնելու նպատակով եկել էի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Այստեղ հյուրընկալվեցի շատ բարեկամաբար։ Աշխատակիցների շնորհիվ շատ նյութեր գտա, բայց ես այդ ժամանակ չէի մտածում, որ 2 տարի հետո նորից կլինեմ այստեղ արդեն իմ գրքի շնորհանդեսին։ Ավստրիացի լրագրող նախկին դիվանագետ Բիրգիտ Քոֆլեր Բետշարթի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը Նեմեսիսի մասին է։ Հեղինակը մանրամասն պատմում է 1919-ից 1922 թվականներին Հայոց ցեղասպանության եւ Բաքվի ջարդերի պատասխանատուների դեմ ծրագրված ու իրականացրած հատուկ գործողությունների մասին։ Ich hoffe, dass ich mit dem Buch Հուսով եմ այս գրքի շարադրմամբ կարողացա իմ ներդրումն ունենալ այլևս երբեք կարգախոսի հետագա իրականացմանը։ Չնայած այսօր մենք ունենք որոշակի զարգացած միջազգային դատական մարմիններ, բայց մենք ցավալիորեն տեսնում ենք, որ քաղաքական գործոնները հաճախ նպաստում են արդարադատության չիրականացմանը։ Հույս ունեմ, որ իմ այս աշխատանքով տեղ եմ հասցնում կարևորը։ Հույս ունեմ, որ մենք Հայաստանին եւս մեկ անգամ մենակ չենք թողնի։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելության մասին պատմող գրքի բնօրինակը լույս է տեսել 2024 թվականի մարտին Վիեննայում։ Այն ներառվել է 2024-ին գերմաներեն լույս տեսած վավերագրությունների լավագույն հնգյակում։ Das Buch ist ja ursprünglich für Ի սկզբանե այս գիրքը գրված է եղել գերմանախոս լսարանի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համար։ Հետազոտության ժամանակ զարմանալիորեն հայտնաբերեցի, որ գերմանախոս այդ երկրները շատ քիչ տեղեկություն ունեն հայոց ցեղասպանության մասին եւ ունեցած տեղեկությունների զգալի մասն էլ սխալ է։ Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ գիրքը գերմաներենից հայերեն են թարգմանել Աշոտ Հայրունին եւ Հայկ Մարտիրոսյանը։ Լինելով ոչ հայազգի, Բիրգիտ Քոֆլերին հաջողվել է մեզ համար այս գայուն այս թեման շարադրել օբյեկտիվության տեսանկյունից։ Բիրգիտը շատ մեծ քանակությամբ թե հայալեզու, թե գերմանալեզու գրականություն է օգտագործել, գերմանական, ավստրիական մամուլ կամ իտալական մամուլ ենթարենք Հռոմի սպանությունների հետ կապված, բայց նաև Նեմեսիսի մարտիկների, նրանց շուրջ կանգնած անձնավորությունների հուշերը, հետագա գրառումները։ Ավստրիացի լրագրողի գրքի շնորհանդեսին ներկա էին նաև Նեմեսիսն իրականացրած հայ վրիժառուների ժառանգները։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների Ջեմալ Փաշային գնդակը հարած Արտաշես Գևորգյանի թոռը Արմեն Գևորգյանը խոսեց Նեմեսիսի առաքելության հոգեբանական ու բարոյական բաղադրիչների մասին։ Նեմեսիսի մարտիկները մեր ազգի վրայից որոշ չափով մաքրեցին զոհի պիտակը։ Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ավստրիացի հեղինակի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը Նեմեսիս գործողության վերաբերյալ հայալեզու առաջին համապարփակ աշխատությունն է։